Հնարավորությունների այն սպեկտրը, որը մարդուն տրվում է, երբ բացվում է իր միջով անցնող գործառական էներգիան, արևային հոսքի էներգիան է։ Սա նաև թրթրանքների աճ է ենթադրում։ Այդ պատճառով այժմ մենք սկսում ենք ձեզ փոխանցել նաև այս գիտելիքները։ Ձեր թրթրային գիտակցության աճը ենթադրում է, որպեսզի դուք ունենաք այդ էներգիայի հետ փոխազդելու միջոց եւ համապատասխանաբար, որքան ավելի վեր բարձրանաք, այնքան ավելի շատ գիտելիքներ կկարողանանք անցկացնել ձեր միջով։ Այդ պատճառով էլ քեզ Օլգա ժամանակ էր տրվում աճելու համար։ Ահա թե ինչու ձեր մոտ մի փոքր դադար եղավ։ Իսկ դու չես հարցնի, թե ով է փոխանցում։ Եկ հարցնեմ, ով է Էլմորիան։ Այո, ես Էլմորիան եմ, քո հովանավորը։ Համաձայնեցված համահնչության միջոցով ես քեզ առաջնորդում եմ եւ տալիս գիտելիքներ, որոնք նպաստում են այն ճանաչողության համակարգի խորացմանը, որը դուք համապատասխանաբար անցկացնում եք ձեր միջով։ Այստեղ հիմա կուզենայի քեզ բարձավանել, որ այն գիտելիքները, որոնք այժմ փոխանցվում են ձեզ, հետագայում մեծ տարածում են ստանալու։ Քո մեջ տեղի ունեցող փոփոխությունները նպաստում են նրան, որ այս գիտելիքներն ամեն անգամ ավելի ու ավելի հեշտությամբ տրվեն քեզ։ Այդ պատճառով մի դիմադրիր այն հոսքին, որը քո միջով անցնում է։ Մենք քեզ որոշ ոլորտում հնարավորություն ենք տալիս շունչ քաշել եւ հանգստանալ, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք այդ գիտելիքները փոխանցել ավելի հեշտորեն։ Այդ պատճառով պահպանում ենք քո վիճակը, որպեսզի դու քո որակի մեջ լինես եւ ժամանակին լցվես էներգիայով եւ նպաստում ենք նրան, որ քո գիտակցության ընդլայնումը լինի աստիճանական։ Մենք նույնպես հետաքրքրված ենք դրանում, քանզի տրվող գիտելիքները ավելի բովանդակալի ցնկալելու համար անհրաժեշտ է, որ հաղորդատու տեղեկատվական գիտակցությունն էլ բարձրացված լինի որոշակի մակարդակի վրա։ Հիմա գիտես Բլավատսկայի հետ նմանություն անցկացրին, որ նրան էլ ոչ թե պարզապես տեղեկատվություն էին տալիս, այլ հետևում էին, որ դրա հետ միասին աճեն նաև նրա գիտակցության տրտրանքները։ Այդ պատճառով նա գրքերը սկզբից ալիքից էր արտագրում, իսկ հետո գրեթե ինքն սկսեց դրան գրել, որովհետև նրա գիտակցության տրտրանքները արդեն ենթադրում էին տվյալ կառուցվածքները սեփական նեյրոցանցի միջոցով ստեղծելու հնարավորություն։ Այդ պատճառով այսպես թե այնպես անհրաժեշտ է, որ նաև հենց հաղորդատուի գիտակցության տրտրանքներն էլ աճեն։ Կարող եմ հարցնել, անձնական հարց հենց Էլմորիային, կարող եմ։ Հարցրու։ Հարգելի Էլմորիա, քանի որ ես զբաղված եմ հրեղեն հոգու ուսմունքի գրքերի թարգմանությամբ, կուզենայի իմանալ։ Թարգմանությունների ժամանակ երբեմն տեքստից տեսնում եմ, որ նույն բանը այսօր կարելի է քիչ այլ կերպ ասել, եւ տեքստը կդառնա ավելի հասկանալի։ Սկզբունքորեն ես երբեմն անում եմ դա, իհարկե աշխատելով տեքստին վնաս չտալ։ Ես ճիշտ եմ անում, թե ինձ չի կարելի դա անել։ Եթե Սամվելի մոտ առաջանում է տեքստի մեջ ինչ-որ փոփոխություններ մտցնելու ցանկություն, կարող է նա դա անել։ Ժամանակային կոդը ամեն անգամ ձևափոխվում է եւ նույն միտքը, որը տրվել էր 100 տարի առաջ, այն ժամանակ գրում էր մի թրթրային կոդ, իսկ հիմա ենթադրում է լրիվ ուրիշը։ Համապատասխանաբար պատահական չէ, որ այս ստեղծագործությունն այժմ փոխվում է ժամանակի կառուցվածքի մեջ։ Համապատասխանաբար դրա վրա դրվում են նոր կոդեր, այդ պատճառով այն, ինչ դու որպես հաղորդիչ վերևից դնում ես դրա վրա քո միջով, համապատասխանում է հենց այն ժամանակային բազաներին, որոնք քո միջոցով են տարվում բացազատման։ Եվ դա ժամանակինը, դա այն է, ինչ հիմա պետք է։ Այո, ամեն ինչ ամբողջովին ճիշտ է։ Այո, լավ է։ Հիմա ինչ-որ հին եգիպտական նկար են ցույց տալիս, ինչ-որ մեկը գլխին հովարով։ Արդեն նույնիսկ ոչ թե շրջան է, ոչ թե արևի դարպաս, այլ գլխավերևում ինչ-որ հովար։ Չգիտեմ ով է, տարօրինակ մարդուկ է։ Ինչ եք փորձում ինձ ցույց տալ։ Մտքի ուժը կենտրոնացումը որոշակի հորմոնալ բազայի ձևավորման ջանքերի գերազանց ձեռքբերումն է, որը ներգործում է մարդու վրա, բացելով նրա առջև նոր հնարավորություններ։ Երբ մարդու մեջ մտնում է որոշակի միտք, այն սկսում է ազդել նրա վրա նոր հնարավորությունների սպեկտր բացելու տեսանկյունից։ Սա այն ժամանակ է, երբ նրա տեղեկատվության ընկալման ալիքով սկսում են մտնել ինչ-որ նոր գիտելիքներ, նոր տեղեկատվություն կամ ինչ-որ համահնչեցում այլ համակարգերի հետ։ Դրա համար նրա մոտ սկսում է առանձնանալ հնարավորությունների նոր սպեկտր,
Եվ համապատասխանաբար այդ համակարգն ընկալվում է նրա 8-րդ ճյուղափայլ չարխ չակրայի միջոցով։ Սկզբում մտքերը փոթորկալից եռուն հոսքով անցնում են նրա գիտակցության մեջ, այդպիսով ազդելով իրադարձության ընթացքի վրա եւ սկսում են նրա համար կառուցել իրականության միանգամայն նոր ճյուղ։ Իսկ ինչու եք հիմա դրա մասին խոսում։ Ինչ կապ կա Արևի դարպասի հետ։ Սկզբում մարդուն անհրաժեշտ է յուրացնել հաղորդակցության հեռատեսական լեզուն, որպեսզի նա մուտք գործի հաղորդատվություններն իր միջով իրականացնելու տարածք։ Այդ պատճառով այժմ այդքան կարևոր է մարդկանց սովորեցնել հաղորդակցության հեռատեսական լեզվին, որպեսզի բացվի 8-րդ էներգակենտրոնը, որը հետագայում նրանց հնարավորություն կտա ստանալ էներգետիկ հոսքեր, որովհետև իր սեփական գիտակցությամբ փակ մարդու մոտ որևէ նոր մոտկային կոդեր ստանալու հնարավորություն չկա դեպի այն էներգիայի շերտերը, որոնք կարող են բացվել նրա համար։ Այդ պատճառով այժմ գիտակցիր, որ մարդկանց հեռատեսություն ուսուցանելը, որպես իրենց ճշմարիտ էներգակենտրոնները բացելու ձև, քո հոգու առաջնահերթ խնդիրն է այս փուլում նոր համակարգի կառուցման ժամանակ, հետո դրա վրա արդեն կշերտավորվեն նոր գիտելիքներ։ Սա ինձ ասացին որպես պատասխան այն հարցին, որն իմ մոտ վերջերս էր եղել։ Մարդկանց պետք է սովորեցնել հեռատեսության, թե հաղորդատվության։ Նրանք ասում են, որ գիտելիքները, որոնք հիմա տրվում են, արդեն նրանց համար են, ում մոտ բացված է հեռատեսական համակարգային կոդը, այսինքն բացված են վերին չարխ ճակրաները։ Նրանք արդեն կարող են տեղեկատվություն ստանալ։ Արդեն կարող են իրենց մեջ բեռնել որակապես նոր էներգիաներ։ Դրա միջոցով արդեն կարող են ազդել իրենց իրադարձայնության վրա, այսինքն դրանք արդեն գիտակից մարդիկ են, եւ համապատասխանաբար այն ուսմունքը, որը մենք իմաստանում ենք, էներգետիկ ոլորտում կհավաքվի միայն որոշ ժամանակ անց, երբ շատ մարդկանց մոտ արդեն կլինի, ինչպես ասել, դե այն ստանալու ցանկություն եւ հնարավորություններ։ Այո, առայժմ այս ամենը դեռ միայն ձևավորվում է։ Համապատասխանաբար, երբ կա բացված ֆոլային 8-րդ չարխ ճակրը, որի միջոցով էլ մտնում է էներգետիկ հոսքը, այդ ժամանակ մարդու մոտ հնարավորություն է ստեղծվում այդ էներգիան բեռնելու եւ ընկալելու համար։ Նախ ձեզ անհրաժեշտ է հասկանալ, որ Արևի դարպասը մարդու համար հնարավորություն է ստանալու հաղորդատվական գիտելիքներ այս կամ այն գոնային սպեկտրի լուծման մասին։ Դուք կհասկանաք, որ ձեր ներքին գործիքների մեջ գոյություն ունեն գոնային լուծման բազմաթիվ համակարգային կոդեր՝ կարմիր, կապույտ, կանաչ, եւ դուք կհասկանաք, որ երբ այդ կոդերը իրար հետ խառնվում են, առաջանում է համապատասխան արևային հոսք, որն իր մեջ ունի այդ գոնային լուծումների ամբողջ սպեկտրը։ Համապատասխանաբար յուրաքանչյուր չարխ ճակրը նույնպես իր մեջ կրում է այս կամ այն գոնային սպեկտրի կոդը, այդպիսով այդ սպեկտրների միջև առաջանում է համապատասխանություն։ Օրինակ, երբ մարդու մոտ ակտիվանում են ինչ-որ էներգակենտրոններ, դուք հասկանում եք, որ նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գոնային կոդը եւ համահնչվում է հենց այն գոնային լուծման էներգետիկ հոսքի հետ, որը հենց նրա համար է ձեզ տալիս արևը։ Որովհետև արևը իր գունային սպեկտրը բոլորին միանման չի տալիս։ Օրինակ, եթե մարդու մոտ այս կամ այն էներգետիկ կենտրոնը փակված է եւ զարգացած չէ, ապա նա չի կարող իր մեջ ներծծել արևային լույսի ամբողջ կոդավորումը, քանի որ պարզապես չի լինի արևային հոսքի եւ մարդու էթիկական կենտրոնների համատեղում։ Այդ պատճառով այդքան կարևոր է զբաղվել այն համակարգով, որը մենք ձեզ տալիս ենք, որպեսզի դրանով դուք առաջնորդեք այն մարդկանց, որոնք սկսում են աշխատել իրենց էներգակենտրոնների եւ նուրբ մոարմենների հետ, այդ ամենը համապատասխանեցնելով այն ճանաչողական ձևերին, որոնք հետագայում փոխանցվելու են իրենց։ Այդ պատճառով այժմ ինքներդ ձեզ համար գիտակցեք, որ ալևային հոսքի կոդավորումը ներդրվում է այն մարդկանց մեջ, որոնք դրա համար հասունացել են։ Հասունացել են ոչ միայն նրանով, որ իրենց մեջ բացել են հաղորդատվության ալիքը, այլ նաև կարգի են բերել իրենց էներգակենտրոնները, նուրբ մարմինները, բովանդակային թաղանթները։ Միայն այդ ժամանակ է տեղի ունենում կոդի եւ արևային հոսքի համակցումը։ Հակառակ դեպքում դա նախատեսված չի լինի մարդկության զարգացման համար եւ նրանց հնարավորություն չի տա հասնել այս գիտակցական սնուցմանը։
Այդ պատճառով առաջին համակարգային վերնումը, որ այժմ ձեզ տրվում է, այն է, որ անհրաժեշտ է մարդկանց սովորեցնել հեռատեսության, նրանց համար կառուցել իրենց էներգակենտրոնների եւ նուրբ մարմինների հետ աշխատանքի ձև եւ միայն դրանից հետո արդեն արևային սպեկտրային հոսքի հետ համահնչեցումը կընթանա ավտոմատ ռեժիմով։ Այսինքն սա մտքի ուժի կենտրոնացման բանալին է։ Հենց դա էլ միացնում է արևային էներգիան ստանալու այս հնարավորությունը։ Մարդու համար նման որոշումը միանգամից չի ընդունվում։ Այն ընդունվում է լույսի գալակտիկական համադաշնության բարձրագույն համայնքի կողմից, որը միացնում է որոշակի լինզաներ, որոնք որոշակի տարածքներում դրսևորում են արևային հոսքի կոդավորումները։ Եվ արդեն այդ տարածքներում մարդկանց համար վերարտադրվում է բեռնման բազա, արևային հոսքն ընդունելու հնարավորությունների սպեկտրը ընդլայնելու համար։ Իսկ այն լիզաները, որոնց մասին մենք արդեն ձեզ տեղեկացրել էինք, առայժմ հնարավոր չէ միացնել արևային հոսքի ընդունման եւ փոխանցման համար, որովհետեւ մարդկանց ֆիզիկական մարմինները դեռ պատրաստ չեն տվյալ սպեկտրը ընդունելուն, եւ այդ պատճառով առայժմ ամեն ինչ մնում է որպես տեսություն, որը հիմա ըստ էության ձեզ տալիս ենք, բայց տեսություն առանց պրակտիկայի գոյություն չունի։ Այդ պատճառով այժմ գիտակցեք, որ մարդկանց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հենց իրենց էներգիան եւ տեղեկատվությունն ընդունելու ունակությունները ակտիվացնելուն, զբաղվել իրենց էներգակառուցվածքով, իրենց հաղորդունակությամբ եւ միայն հետո արդեն հնարավորություն կստեղծվի ձեզ համար միացնելու այն լինզաները, որոնք արդեն կարող են ուժեղացնել ձեզ վրա արևային հոսքի ազդեցությունը։ Մենք հիմա ձեզ նախազգուշացրինք, թե ինչ է առաջին հերթին անհրաժեշտ անել որպես բանալի։ Հիմա անցնենք հենց արևի դարպասի կառուցվածքին, որպես գործիքի, որն իր միջով անցկացնում է արևային հոսքը։ Արևի դարպասը ձեզ համար նոր հասկացություն է։ Հասկացություն, որի մեջ այժմ ներդրված է որոշակի իմաստ, որը դուք նոր սկսում եք գիտակցել։ Իր էությամբ դա որոշակի էներգետիկ հոսքի կոդերի ընդունման փոխանցման ձևի կազմակերպումն է, որոնք գալիս են ալևից եւ ներկայացնում են սնուցման այնպիսի մի ձև, որը մարդուն հնարավորություն է տալիս դուրս գալ նոր համապատասխանության մակարդակի այն թրթրանքների հետ, որոնք նրա համար բացվում են, եւ դրա շնորհիվ նա սկզբում աճում է իր գիտակցությամբ, հետո իր էներգամարմիններով, հետո նոր արդեն հնարավորություն է ստանում իր ֆիզիկական զարգացման մեջ անցնել լրիվ այլ հնարավորությունների։ Ալիքային հոսքերի սպեկտրը, որոնք արևի դարպասի միջոցով մտնում են մարդկային գիտակցության մեջ, նաև երաշխավորում է կապային լեզվով հաղորդակցությունը դադարեցնելու հնարավորություն, այսինքն լեզվական կառուցվածքի ձևով հաղորդակցվելու անհրաժեշտության վերացումը։ Այսպիսով ձեր մոտ կվերանա ձեր լեզվական համակարգի միջոցով գիտելիք փոխանցելու ձևով շփվելու անհրաժեշտությունը, եւ համապատասխանաբար դուք արդեն ձեր հաղորդակցությունը կկառուցեք զուտ ազդանշանի փոխանցման ուղիներով եւ բովանդակային կոդի տեղեկատվությունը հեռատեսական ձևով հաղորդելու կարողությամբ, որը հասանելի է այլ ավելի բարձր զարգացած քաղաքակրթություններին։ Իսկ ինչու է անհրաժեշտ անցնել հեռատեսության։ Որովհետև այն ձայնային ալիքները, որոնք դուք արտաբերում եք ձեր միջով, միշտ չէ, որ հետադարձելի են։ Իսկ ինչ է նշանակում հետադարձելի չեն։ Երբ դուք ձայնային ալիք եք արտաբերում ձեր միջով, այսպես թե այնպես սկսում եք ուղումներ մտցնել ձեզ շրջապատող դրոշմամայր մատրիցայի մեջ։ Համապատասխանաբար այն ազդում է շրջակա տարածության վրա, այդ թվում նաև քայքայելով այն։ Այսինքն ըստ էության, օրինակ, մարդիկ կարող են երկար տարիներ կառուցել իրենց շրջապատը եւ կարող են դրա մեջ տվում է բավական դրական վիճակներ դեր դնել, բայց այն բանի շնորհիվ, որ ձայնի թրթրանքը բեկվում է եւ տարբեր հատվածներում դրանից առաջանում են բացասական հետևանքներ, այն այդպիսով ազդում է շրջապատում կատարվող ամեն ինչի վրա, փոխելով դրա թրթրանքային բաղադրիչը։ Այսպեսով դուք ինքներդ ձեր ձայնային թրթրանքների միջոցով քայքայում եք ձեր շրջակա միջավայրը, կարելի ասել նույնիսկ մոլորակը։ Համապատասխանաբար, երբ մարդը գալիս է մեզ հետ շփման էմպիրիկ եղանակին, առաջին հերթին բացասական բովանդակության այդպիսի ուժեղ ազդեցություն չկա շրջակա մոլորակային համակարգի վրա, որովհետև այսպես թե այնպես ձեզնից յուրաքանչյուրը հնչեցնում է ձայներ ոչ միշտ գիտակցելով լավագույն բովանդակային կոդը։
Բայց նաև արագանում է հաղորդակցության գործընթացը, եւ դուք կարող եք հիմնական միտքը փոխանցել փոխազդեցության ձևով, այսինքն ձեր այն ունակությունների միջոցով, որոնք այսպես թե այնպես այժմ սկսում են բացվել ձեր մեջ։ Այդպիսով դուք այդքան չեք ազդում ձեզ շրջապատող տարածության վրա եւ դրա մեջ չեք մտցնում դեստրուկտիվ տարրեր, եւ մոլորակը շատ արագ սկսում է ինքն իրեն կարգավորել եւ թերթրային առումով բարձրանալ այլ մակարդակների։ Այդպիսով ձեր շուրջ ավագվում է զարգացման առավել բարենպաստ դաշտը եւ այլևս չկա այդքան արագ քայքայում։ Ձեզանից առաջ մոլորակի վրա եղած քաղաքակրթությունները կործանվել են այն պատճառով, որ հենց լեզվական նշանակության կոդավորման միջոցով, երբ բացասական պարամետրերի ձայներ էին արտադրվում, նախ քայքայվում էր հենց քաղաքակրթությունը, ապա համապատասխանաբար նաև այն մատրիցային ցանցը, որի մեջ նրանք կերում էին իրենց բովանդակություն։ Այդ պատճառով հիմա շատ կարևոր է իմաստավորել, որ ձայների բացասական ազդեցությունը ձեզ շրջապատող տարածության վրա մեծ նշանակություն ունի։ Այդ պատճառով անհրաժեշտ է դրանից աստիճանաբար հեռանալ եւ անցնել ձեր զարգացման նոր մակարդակների։ Սա արդեն տվեցին, այո։ Լավ, հիմա գնանք առաջ։ Ապշեցուցիչ, ինչքան հետաքրքիր է։ Հա։ Շատ հետաքրքիր է։ Հո, լավ է, որ քեզ հետաքրքիր է, իսկ ես ուղղակի ասում եմ ու ինձ թվում է, թե ինչ-որ հիմարություն է գնում։ Չէ, շատ հետաքրքիր է։ Ամեն ինչ շատ իմաստավորված է։ Հարցեր առաջացան, բայց վախենում եմ տալ, հետո վերջում կանեմ դա։ Լավ։ Ձեր հնարավորությունների սպեկտրը մեծանում է այն ժամանակ, երբ դուք աճում եք ձեր թերթրանքներով։ Այժմ գիտակցեք, որ նույնիսկ այն ձայնային կոդի թերթրանքի ձևը, որը դուրս է գալիս հաղորդչից, երբ դու տեղեկատվություն ես տալիս, արդեն ազդում է տարածության վրա ձևափոխելով այն։ Այդ պատճառով, որքան շատ են վարպետ հաղորդատուները, որոնք իրենց ալիքից հոսք են տանում եւ տալիս ձայնային ուղեկցության կոդեր, դա արդեն ազդում է շրջակա միջավայրի վրա։ Գիտես ինչ են հիմա ինձ ասեմ, Սամվել։ Այն բանի շնորհիվ, որ ես արդեն 2 տարի իմ քաղաքում վարում եմ ջենդելինգներ, հենց դրա շնորհիվ իմ քաղաքի ցանցի մեջ կրեատիվներ են մտցվել։ Պատկերացնում ես, այքան հետաքրքիր են ընդհանրապես։ Լավ, գնանք առաջ։ Ինձ ասում են, որ դրա համար այդքան կարևոր է ավելի շատ ուղիղ եթերներ կազմակերպել։ Սամվել, սա քեզ էլ է վերաբերվում։ Այո, հենց այդպես։ Նույնիսկ երբ ձեզ թվում է, թե ասես դուք միացած չեք հոսքին, դուք միևնույն է հոսքի մեջ եք։ Ընթանում են վերնման բնույթի որոշակի էներգետիկ կոդեր եւ դրանք որոշակի կերպով ազդում են մատրիցային ցանցի վրա, եւ դա շատ կարեւոր է։ Ալևային դարպասների գործառույթայնությունը։ Նախ եւ առաջ սա այլ ալևային համակարգերի հետ փոխազդեցության ուժեղացումն է եւ ալևային հոսքի էներգիայի կոդի առանձնացումը այդ փոխկապակցությունն ուժեղացնելու համար։ Այդպիսով ձեր շփումը այլ աշխարհակարգերից եկող այլ քաղաքակրթությունների հետ հեռապատիականորեն կուժեղանա։ Համապատասխանաբար այս կամ այն ազդանշանը, որը դուք միմյանց փոխանցում եք տիեզերքի հոսքային համակարգի կոդի մեջ, դրա շնորհիվ կուժեղանա։ Այժմ գիտակցեք, որ ըստ էության նույնիսկ այն միտքը, որը դուրս է գալիս ձեր գլխից, ես նորից եմ կրկնում, որպեսզի դուք լավ յուրացնեք մտքի ուժի կենտրոնացման ողջ լրջությունն ու կարևորությունը։ Ինչու է դա կարևոր։ Որովհետև կենտրոնացված միտքը տալիս է որոշակի էներգետիկ լիցք, որն անցնում է մատրիցային ցանցի շերտերի միջով, որպեսզի հասկանաք մատրիցային ցանցը շրջապատում է ամեն ինչ, այն կա ոչ միայն ձեր մոլորակի վրա, այն ծածկում է ամբողջ տիեզերքը եւ ամենուր տարբեր է։ Որոշ համակարգերում այն ավելի քիչ նորսրացված է, իսկ մյուսներում ավելի շատ։ Ամենուր այն տարբեր կերպ է ներմուծում կոդավորումը, այսինքն ամեն ինչ ամենուր ծածկված է ցանցով։ Ահա տես թե հիմա ինչ ցույց տվեցին, հա։ Ամբողջ տարածությունը ծածկված է այսպիսի ցանցով։ Կան այսպիսի անցքեր, այսպես կոչված սև խորոչներ, որոնց միջով անցնում է տարածաժամանակային համակարգը։ Իսկ կան այսպիսի նման բլուրների, չէ, ոչ բլուրների, չգիտեմ դա ինչ է։ Ասում է դրանք մոլորակներ են։ Ստացվում է օրինակ միտքը, կենտրոնացված միտքը, դա էներգիայի մի ձև է, որն անցնում է տարածության միջով եւ իր ճանապարհին հանդիպում է ինչ-որ այլ համակարգերի։
սև խոռոչի կամ մոլորակի կամ մի ուրիշ բանի։ Դե սա կարծես արգելք լինի, խոչընդոտ, ահա։ Եվ հանդիպելով խոչընդոտին, այն կարող է աղավաղվել։ Դրա պատճառով այն տեղեկատվությունը, որը մեզ է գալիս այլ մոլորակային համակարգերից, կարող է մեզ հասնել աղավաղված։ Եվ նույնիսկ այն գիտելիքը, որը հիմա ինձ է հասնում որպես հաղորդչի եւ անցնում է իմ միջով, նույնպես որոշ չափով աղավաղված է, այն մինչև վերջ ուղիղ այնպես չէ, ինչպես ասել, այն որակի մեջ չէ, որով են տալիս են։ Այսինքն այս ամենը այսպես թե այնպես բեկվում է ինչ-որ կերպ աղավաղվում այսպիսի խոչընդոտների պատճառով։ Այսինքն, ահա տես, կարծես ցանց կա եւ այդ ցանցից նոր ցանց է առաջանում։ Սա մի անընդհատ գործընթաց է, այո, ինչ-որ նոր բան է գալիս մեկից։ Ցանցը ծալում է նոր ցանց, որը կլանում է հինը եւ այդպես անընդհատ։ Սա մի գործընթաց է։ Օ Տեր Աստված։ Մենք ուզում ենք ձեզ բացատրել, որ երբ մտքի ուժը որպես էներգիայի կենտրոնացում աջակցվում է արևային հոսքով, ապա այն ավելի խիտ է, ավելի ձևավորված, ավելի հզոր։ Համապատասխանաբար այն ավելի արագ է հասնում այլ մոլորակային համակարգերի։ Իսկ ինչի համար է մեզ անհրաժեշտ սովորել ազդանշանն ուժեղացնել այլ մոլորակային համակարգերի հետ հաղորդակցության համար։ Օրինակ, որպեսզի ինչ-որ տեխնիկապես ավելի բարդ գիտելիքներ, որոնք ապագայում այսպես թե այնպես ձեզ պետք կգան որպես երիտասարդ քաղաքակրթության, կարողանան ձեզ հասնել ավելի որակյալ ազդանշանով։ Եվ նաև ձեր մասնագետները, որոնք այսպես թե այնպես հիմա պետք է հայտնվեն, ինչպես դու ճիշտ ասացիր, որ հենց հաղորդատվությունն էլ ավելի մասնագիտացված կդառնա, այդպիսի մասնագետները կընդունեն մաքուր ազդանշաններ եւ կկոդավորեն դրանք այդպիսով, աճ տալով նաև ձեր տեխնիկական հագեցվածությանը, բայց ընդհանուր առմամբ առայժմ դեռ վաղ է այս ամենի մասին խոսելը։ Կարող եմ ասել, թե ինչ հասկացա այս ցանցի վերաբերյալ։ Կուզենայի, որ հաստատեիք կամ ասեիք, որ սխալ եմ։ Եկ։ Այսինքն ես հասկացա, որ այն տարածությունը, որտեղ այդ ցանցերն ստեղծվում են, իր նախնական վիճակում բովանդակությունից դատարկ է։ Իսկ բովանդակությունն արդեն մենք ստեղծում ենք մեր գիտակցությամբ, մեր մտքով, հենց մտքի ուժն է ստեղծում այդ բովանդակությունը։ Ահա թե ինչու այդքան կարևոր է, որ մենք սովորենք օգտագործել արևի էներգիայի ուժը, որովհետև արևը ֆիլտրում է այդ գիտակցությունը եւ ամեն տեսակ աղավաղումներ շատ ավելի քիչ կլինեն, երբ մենք սովորենք կիրառել արևի էներգիայի ուժը։ Այո, դու սա հասկացար, հա։ Տեսնում ես, ես փոխանցում եմ, բայց ոչ այնքան լավ եմ հասկանում այս ամենը։ Բայց իրենք հաստատում են դա։ Էլմորյան հաստատում է, որ ես ճիշտ հասկացա այն, ինչ ինձ փոխանցվեց։ Այո։ Լավ։ Ահա։ Լավ, գնանք առաջ։ Հիմա դուք հասկանում եք, որ սա առաջին հնարավորությունն է, որը ձեզ տրվում է այս ճանաչողությունից։ Հաջորդ հնարավորությունների մասին մենք կարողանայինք ավելի հստակ պատմել ելներով այն տվյալներից, որոնք կբեռնվեն մեր հաղորդատուի մեջ եւ նրան հնարավորություն կտան դրանք բացազատել։ Դրա համար քեզ Օլգա անհրաժեշտ է գրի առնել էներգաբազան, որի վրա տեղեկատվությունը կդասավորվի հաջորդ փոխանցման համար։ Հիմա կգրեմ։ Քեզ էլ հիմա կտամ։ Ինչ։ Այո, ասացին, որ դա տարբեր տարածաչափությունների հետ համատեղման կոդ է։ Այդ կոդի միջոցով քեզ տրվում են ճանաչողության նոր ձևեր, այսինքն, ինչպես բացատրեմ, ահա տես, մեր երկուսի տանդեմում ինչ է ստացվում։ Ահա ես տեղեկատվություն եմ անցկացնում, բայց պատահում է, որ չեմ հասկանում այն, հա։ Իսկ դու տես միանգամից գիտակցությամբ վերցնում ես այն եւ միանգամից ձևակերպում ես, հասկանում ես այն։ Հասկանում ես։ Ահա սա է տեղի ունենում։ Ինձ հիմա հարցրը ինչ է հենց նոր տալիս։ Ես ընդհանրապես արդեն գրեթե ոչինչ չեմ հիշում։ Նույնիսկ չեմ հասկանում ինչի մասին է դա։ Հիշում եմ ինչ-որ առանցին բաներ եւ վերջ։ Իսկ դու տեսնում ես միանգամից հասկանում ես ամեն ինչ որպես համակարգ։ Դու կարող ես այն տարածել, կարող ես դրա մասին պատմել, կարող ես մարդկանց բացատրել։ Իսկ ես որպես հաղորդիչ անցկացրի այն, բայց չեմ հասկանում։ Ինձ հետո նույնիսկ դժվար է այն վերընթերցել։ Դե եթե դու գոնե այս տեսանյութերը նայես, դու էլ կկարողանաս։ Երբ ինքդ քեզ նայես, կհասկանաս, թե ինչի մասին ես խոսում։ Չգիտեմ, թե ինչու է այդպես լինում։ Միանգամից այնքան շատ հարցեր են առաջանում, եւ ինձ թվում է, որ ես երբեք չեմ կարողանալու սրանից գլուխ հանել։ Կարծում եմ դա միայն քեզ մոտ չէ, Օլգա։ Ես սկզբունքորեն իմ բոլոր գործերն անում եմ բավական արագ,
Բայց երբ աշխատում եմ այն տեքստի հետ, որը դու տալիս ես, դու չես պատկերացնի, թե որքան դանդաղ է գնում գործը։ Ես նույնպես հենց սկսում եմ անել, քնկոտություն է գալիս, աչքերս սկսում են փակվել, քունը ստանում է, հասկանում ես։ Կարծում եմ, սա այն պատճառով է, որ մեզ տրված տեղեկատվության էներգիան շատ նոր է։ Այն պետք է ինչ-որ կերպ մարսել, իսկ մենք դեռ գործընթացի մեջ ենք եւ հեշտ չի ստացվում այնտեղ մտնել։ Բայց կարծում եմ, մենք պետք է մեզ դրան վարժեցնենք, ոչ թե խուսափենք դրանից։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, Օլգա։ Մենք դրան մեջ ենք, հասկանում ես։ Իսկ ով, եթե ոչ մենք։ Կարծում եմ, դու էլ պետք է ինքդ քեզ տաս այդ հարցը։ Իսկ ով, եթե ոչ ես։ Ուրիշ ով կարող է այս ամենը բացել, եթե իմ միջոցով է սա գալիս լույս աշխարհ եւ ինձնից բացի ոչ ոք դրանում ներգրավված չէ։ Երբ դու ինձ հետ խոսում ես, ես նույնիսկ գիտես, երեք դու ինձ հետ խոսեցիր, իսկ այսօր ես լրիվ այլ տրամադրությամբ արթնացա։ Սկսեցի արդեն սրան վերաբերվել որպես աշխատանքի։ Ավելի պատասխանատու վերաբերվել, ավելի այսպես ասած ուրիշ կերպ։ Դու լավ ես ազդում ինձ վրա, երբ այսպես ես խոսում։ Պարզապես այն կասկածները, որոնք քո մեջ կան, ես դրանց միջով արդեն վաղուց անցել եմ, հասկանում ես։ Բայց դա երեք ինձ շատ օգնեց, որովհետև այսօր ես հենց նստեցի, ինձ մոտ նորից աշխատանքի տրամադրություն եկավ, նորից ուզեցի ասած շարունակել, որովհետև փոքրինչ ընկճվել էի։ Դու պետք է հասկանաս, որ դու ընտրյալ ես, եւ դրանից եզրակացություն անես ոչ թե հպարտանալու համար, այլ քո պատասխանատվությունը զգալու համար։ Մեծ պատասխանատվություն է ընտրյալ լինելը։ Սամվել, ինչ ընտրալություն։ Ինձ թվում է, որ հաղորդատվությունը սկզբունքորեն յուրաքանչյուր մարդու հնարավորություն է։ Ճիշտ է, բայց միշտ լինում են նրանք, ովքեր առաջինն են։ Շատերի մեջ հանկարծ մեկը դարձավ առաջինը, հասկանում ես։ Ահա սա էլ է նշանակում ընտրյալ լինել, որովհետև քեզ մոտ դա ավելի լավ է ստացվում։ Քո ուղեղը ինչ-որ այլ կերպ է կառուցված, հոգին ինչ-որ կերպ այլ ձևով է աշխատում։ Հասկանում ես։ Քո բոլոր այդ փոքրիկ մասերի համատեղելիությունը, այն բոլոր տարբեր մասնիկները, որոնք ստեղծել են Օլգային, հենց դրանք էլ նրան բերեցին նրան, որ Օլգան դարձավ ընտրյալ։ Դե նույնը ես կարող եմ ասել նաև իմ մասին, եւ ոչ միայն։ Այո, ես ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր գործում են, ընտրված են որպեսզի մոտավորապես նույնը Էլմորյան ասաց քեզ, ինչի համար են այսօր անհրաժեշտ այն մարդիկ, որոնք զբաղվում են հաղորդատվությամբ, հա։ Որովհետև մեզանից շատ բան է կախված։ Մենք փոխում ենք ոչ միայն մեր գիտակցությունը, ոչ միայն մարդկանց, մենք փոխում ենք նաև մեզ շրջապատող միջավայրը։ Դու ինքդ օրինակ քո հարազատ քաղաքի մասին էիր ասում էիր, թե ինչպես ես այն փոխում, ասել էիր, չէ՞։ Ճիշտ է, այո։ Ահա սա արդեն պատասխանատվություն է, ճիշտ չէ։ Պատկերացրու քեզ ասեն, որ վաղվանից ամբողջ մարդկությունը գնում է քո հետևից։ Կցանկանայիր առաջնորդել մարդկությանը այնտեղ, ուր կարծում ես, որ գնում ես։ Ես։ Այո։ Իդեպ այսօր դրա մասին միտք եմ ունեցել։ Մի այսպիսի միտք կար, որ ես ընդհանրապես ուզում եմ բոլորին հաղորդատվության սովորեցնել։ Մարդկանց, որոնք քաղաքականության մեջ են, շոու բիզնեսում, ընդհանրապես բոլորին։ Եվ նստած մտածում եմ, դե հա, արդեն Նապոլեոնյան մտքեր գնացին։ Դու գիտես չէ, որ մտքերն իրականանում են, հա։ Դառնում են նյութական։ Դե հա։ Եվ ահա հիմա դու հասկանում ես, թե իրականում ինչ պատասխանատվություն է ընտրյալ լինելը։ Չգիտեմ, ընտրալության մասին ես երբեք չեմ մտածել։ Դա ընտրալություն նշանակում է, երբ քեզ ընտրել են, հա։ Նշանակում է դա քո էգոն չէ։ Պարզապես քեզ են ընտրել։ Այդպես է ստացվում, հա։ Իհարկե։ Ես մի անգամ քեզ ասել էի, բայց հիմա նորից կհիշեցնեմ Պարսիկ հիանալի բանաստեղծ Հաֆեզի խոսքերը։ Ես այն սրինգն եմ, որի միջով փչում է Աստված։ Օհո։ Ուրեմն մեզնից յուրաքանչյուրը ցանկացած մարդ այն սրինգն է, որի միջով փչում է Աստված։ Այո, եւ եթե Աստված որոշել է հենց քո միջով այդպես փչել, ուրեմն նա ընտրել է քեզ, որպեսզի հենց այս երգը փչի քո միջով։ Դե գիտես ես սա ինչպես եմ հասկանում։
Ահա տես, հաղորդատվությունը ստեղծագործության համար տարածք է տալիս, անսահման ստեղծագործություն, իսկ պատկերացնում ես, եթե յուրաքանչյուր մարդ իր ոլորտում ունենա այս ստեղծագործականությունը, բիզնեսում, շոու բիզնեսում, չգիտեմ, գիտության մեջ, ինչ-որ այլ տեղ, սա ընդհանրապես, հասկանում ես, յուրաքանչյուր մարդ անմիջապես կկարողանար միանալ աղբյուրին և ուղիղ ստանալ ինչ-որ նոր միտք, սա իհարկե հիմա էլ է տեղի ունենում, բայց ոչ այնքան հակով, որքան կարող էր լինել, չգիտեմ ինչու, բայց այս գաղափարը ինձ հիացնում է։ Լավ, 8-րդ ճարխ չակրայի վերաբերյալ հարց ունեմ։ Նրանք այն անվանեցին շողափայլ չակրա։ Ինչ է դա նշանակում։ Խոսքը արևի դարպասի մասին է, թե պետք է 8-րդ ճարխ չակրան բաց լինի արևի դարպասի համար։ Շողափայլ չակրան ներկայացնում է շողային վիճակների սպեկտր։ Երբ շողը լուսավորում է մարդկային գիտակցությունը, համապատասխանաբար նրա մեջ սկսում են թափանցել ավելի ու ավելի նոր հնարավորություններ, և դրա միջոցով հոհարաձև բացվում է ձեր 8-րդ ճարխ չակրան։ Շողափայլ, որովհետև շողի պես այն լուսավորում է ձեր մարդկային գիտակցությունը, որի մեջ էլ մտնում են նոր հնարավորություններ, ինչպիսիք են հեռատեսությունը, հեռաշարժությունը և շատ ուրիշ բաներ։ Բայց շողեղեն ճարխ չակրան արևի դարպասն է։ Ոչ, դա ձեր ճարխ չակրային համակարգի կարողությունն է կլանելու հնարավորությունների այս կամ այն սպեկտրը։ Իսկ հիմա, Օլգա, մենք ավարտում ենք տեղեկատվության փոխանցումը, որովհետև դու հոգնել ես։ Ահա թե ինչ։ Ինձ հիմա ցույց տվեցին, որ ինձ մի կոդ տվեցին, ես ամեն օր պետք է այն գրի առնեմ, և դրա շնորհիվ տեղեկատվությունը կկուտակվի իմ մեջ։ Սա նրա համար է, որ ավելի բովանդակալից ավելի մեծ ցավալով տեղեկատվություն դուրս բերվի։ Նախ այն պետք է մշակել, հետո դուրս բերել։ Իսկ դու ստացվում է նույնպես կգրես կոդը և դրա շնորհիվ կհասկանաս գրքի կառուցվածքը։ Իսկ գիտես որն է ամենահետաքրքիրը։ Ասում են, որ քեզ բեռնվում է ոչ միայն այս գիրքը, այլ նաև ինչ-որ այլ գիրք։ Այս ամենից բացի, էլի ինչ-որ բան է քեզ բեռնվում։ Ես դեռ չեմ կարող ասել ինչ, բայց քեզ ինչ-որ տեղեկություն էլ է բեռնվում այս գրքից բացի, ինչ-որ ուրիշ բան էլ է քեզ ներմուծվում։